Եթերում ենք արդեն։ Հասան Կիջևան, հեսա բարև ենք ու հետաքրքիր պատմություն ունեմ պատմելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սենց, հա, սենց։ Անկախությունով։ Հա, գնանք մի հատ լճի մոտ։ Դե պարանք սենց։ Ոնց։ Այս ամֆիթատրոնն են նայ։ Հա, ամֆիթատրոն։ Հա, մի հատ մոտենանք բարև ենք։ Խախտումով, բայց ոչինչ։ Բարև, բարև եղբայր։ Ում չբարևեցինք, բարև եղբայր։ Բարև ձեզ։ Բարև։ Հա, ամֆիթատրոնը չէի տեսել ես։ Բարև ձեզ ժողովուրդ։ Այս երևի մի ամսից կա վարտներ դա դերի։ Եղանակային պայմանների ելնելով դիմակերեջ շինությունը հետապնդում։ Հա, էս էլ հելա էս էլ նոր չէ, հատակը, սա ավարտած չկար, բաղ։ Այս լուսավորության ցանցն լավ է։ Շատ մնում է արդեն տեղադրեն լուսամիտ ճեղանական։ Ճաղարում ենք ես բակեր լրիվ արել, ենք ասֆալտ ես չեմ հիշում։ Թե միջև Բակերը լրիվ արած։ Այստեղ չի եղել, նույնիսկ խորհրդային միության ժամանակ այստեղ գրունտ ա եղել։ Սա էլ ամֆիթատրոնը։ Քանի նստատեղ է, բարև եղբայր։ 70։ Այս լրիվ նորություն է Իջևանում։ Ես համոզված եմ լիքը մարդ Իջևանում էլ չգիտի, որ սենց բան է սարքվում։ Շատ լավ միջոցառումներ կարելի է անել։ Ոստեղ այն ժամանակ քանդակագործների սիմպոզիումի տեղն էր։ Այս արդեն երբ կբացվի, այս ինչա խաղահրապարակ էլ կա։ Իր այդ նախատեսը։ Այս լավ նորություն է, չի եղել Իջևանում սենց բան։ Այս հատվածը Ամֆիթատրոնը Դավիթ ցույց տվիր նորմալ։ Հիմա բայց հետաքրքիր պատմությունը, որ ուզում եմ պատմեմ, լճի հետ է կապված, որովհետև 2 տարի առաջ, էսա քայլ ենք, հա։ 2 տարի առաջ տենց գաղափար առաջացավ, որ Իջևանի զբոսայգու լիճը վերակառուցենք եւ դարձնենք երեխեքի համար լողավազան եւ սուբվենցիոն ծրագիր արվեց համայնքի հետ, բայց ընթացքում պարզվեց, որ լճի 4 կողմի հողերը լրիվ նախկին պաշտոնյաների կողմից սեփականաշնորհված է, սենց ու հիմա շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ գլխավոր դատախազության կողմից գործադրված ջանքերով սենց կտոր այս զբոսայգու հողերը վերադարձվում են եւ արդեն մի մասը վերադարձվել է 16 միավոր, այսինքն լճի 4 կողմ արդեն համայնքին։ Այսինքն զբոսայգին էլ է սեփականաշնորհած եւ լճի 4 կողմել մուտք կա թեստեղից նա։ Չէ, բայց մտնենք նայենք էլի, որտեղ այս կողմից։ Եվ զբոսայգին ըստ էության վերադարձվել է համայնքին եւ հիմա երբ պատրաստ կլինի լողավազանը։ լողավազանը օգոստոսին է իրավարտը, բայց շուտ պետք է ընդեր սպասում են պատվիրել են այդ համակարգը, այս երևի 10 օրից կհասնի, որ արդեն այս բանը։ Հիմա այս համար կարճ ասած վստահ ենք, որ երեխեքը լողանալու են։ Տեսեք, այս մեր մանկության տարիներին մենք ստեղ թեթև լոդկա բաներ ելնում, այդ էինք քշում, բայց այդ մի քիչ չափազանցած է, բայց որպես Սևանի մանկետ։ Հա։ Չէ, շատ լավ։ Այն համակարգն էլ ընդեղ է։ Այն ու հիմա շատ լավ օրինակ է, որ համայնքի հողերը վերադարձվել է համայնքին, այսինքն այս հատվածը մենակ
Դե էլ ընթացքում Եվա չկարեցան նախագիծ անեն։ այդ պատճառով, հա, որ հողը համայնքինը չէր, հա, հիմա նորից նախ, բայց այս կտորը արդեն համայնքինն է։ Իլի դատական ինչ-որ պրոցեսների մեջ է, բայց Լողալու են, հա, բան մաքրվող լողաբազանը։ Ինքը ամոթ կաշխատի էլի այս։ այն համակարգը արդեն ֆիդրացիոն համակարգը Այսինքն ժամանակակից լողավազանի պայմաններին համապատասխան ձևով է։ մնացել այդ որովհետև այդ համակարգը դեռ չեն վերել, որ տեղադրեն, որ Պետք է հետ գնանք, այս կողմից դուրս գալու տեղ չկա։ Հայլի էլ հետ չգնանք։ Այս կոմից Մի հատ նայենք ահագին է նորմալ խորությունով լողավազան առնելու են։ Այսինքն բոլոր մաքրման համակարգով բանով այս կլորները լույս է պետք լինի, ընդդեմ արդեն այդ մաքրման համակարգը միանալու է։ շատ լավ, դե դուրս գանք ստեղով։ Իջևանում շատրվաններն էլ է սարքվում, թե սարքվել է։ Ավարտած է։ Այս ավելի լավ աշխատում։ Հա իհարկե։ Անենց որ Իջևանի երեխեքը պատրաստվում են ամառը։ Վարքյանով Հա, եղբայր ասա։ ուրեմն անաս հայընտրություն արել Գանձակարի մանկապարտեզի վարիչի հանդեպ։ Հավասարին այստեղ քննությունը տվել են։ Ժպն 13 տարի աշխատում է իմ աղջիկն։ Լավ։ 8 ամիսա շփոյ եղել։ Հիմել հավասարին քննություն արել կոնկուրենտի հետ։ Դպրոցի շախմատի դասատու է։ Այդ կոնկուրենտը։ Հիմի դրել են նշանակել են շախմատի դպրոցի բանին, դասատուին աղջկաց տեղը։ Ժպոյ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Դե հիմի ոտի վրա ինչ ասեմ սենց։ Դուք գիտեք այդ ինչա։ Ձեր բարեկամ։ Որտեղ։ Ձեր բարեկամն է։ Շախմատի դասատուն, ձեր բարեկամ։ Մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ մարզպետը ընդհանրապես կապ չունի։ Դե քաղաքապետն է եղել։ Պարոն, հայ կողքից կաղնալ, մեր քաղաքապետը։ Անդրեյ Կասեն։ Լավ, դե հիմա ամեն դեպքում եղբայր հասկացանք, բայց ամեն դեպքում նշանակողը հայեցողություն ունի, չէ։ Դե ժպոյ ալել։ Հա, ժպում է եղել, բայց ամեն դեպքում համայնքը հայեցողություն ունի, չէ։ Հայեցողություն ունի, հիմի հավասար մրցույթ ա եղել, կարան բան անել։ Հավասար յարի Կասեն, Նկատի ունեմ մանկապարտեզը իմ թեման չէ, էլի, համայնքը իր մանկապարտեզի հարցը։ Կողմնապահություն էլ պետք չի։ Դե հիմա դուք մի րոպե բարեկամին նշանակ ենք։ Ես էլ անտերապիրական եմ։ Ես ինձարայող եմ եղել նախքին։ Երգիրն եմ, հայրենիքն եմ, պահել կռվին եմ մասնակցել։ Բայց դա մանկապարտեզ հետ կապ չունի։ Մանկապարտեզ հետ կապ չունի, բայց բարեկամությունը կապ ունի։ Չէ, դե դուք էլ եք շատ կողմնակալ։ Ինչ բարեկամա ինձ կարա կասեք այդ ձեր ասած մարդը։ Բա ո՞նց չի բարեկամ։ Ո՞նց է բարեկամ։ Շատ մոտիկ Դե ինչ բարեկամ։ Լեոնիդի կնիկը Լեննականցի Հարությունյան Արմինեն ձեզ բարեկամ չի։ Հարությունյան Արմինեն ասենք ոնց է ինձ բարեկամ կարա Նենց է բարեկամ որ ձեր տանն է մեծացել։ Ես սաղ տվյալները գիտեմ, ես հենց օթումը չեմ խոսում, հա։ Եղբայր, հիմա ենթադրեք նույն տրամաբանությամբ էլ հիմա եկել եք դուք ասում եք իմ աղջիկը պետք է լինի մանկապարտեզի։ Չէ, տեն չի։ Տեն չի։ Կներեք, ինչ նշանակում կողքից մեկին։ Բկավաց մանկապարտեզ սեփականությունն է, կողքից մեկին։ Հարցի լուծում տակ, բայց Եղբայր, հարցը լուծում, հիմա դու եկել ես հազար ներողություն ձեր դստերի։ Շատ բողոքը ներկայացնում Դե մարդիկ ասում են բողոքը կլսենք։ Բայց դա չի նշանակում, որ ասենք ենթադրենք, այդ նշանակում է, որ ձեր ասած մարդը պետք է նշանակվի։ Չէ, մեր ասած մարդը կողքից բերել։ Մի հատ մի րոպե կներեք, մի հատ հարցրեք, այդ մարդու աշխատանքից գոհ են, դժգոհ են, լավ աշխատե, ով է գոհ։ Ով է գոհ։ Մի րոպե, բա նշանակող մարդը պետք է գոհ լինի, թե դժգոհ լինի, թե պետք է կողքից ասեք իմ աղջիկն է, ես զինվորական եմ, ուրեմն։ Եղբայր, մի րոպե, ներողություն եմ խնդրում։ Դա վարչապետի գնահատում համայնք կա, համայնքը կորոշի ով է մանկապարտեզի տնօրեն։ Ընեն չէ՞ լի որ գալիս եք իմ աղջիկն է պետք է լինի։
պետք չի որ։ Ինչ բոլորն են, ինչ որ մեկի աղջիկն են, ինչ որ մեկի հարեմանն են, ինչ որ 13 տարվա ստաժ ունեն եղբայր, ասում հասկացան, կարող է դժգոհ են այդ բարդ աշխատում, ով ասե որ 13 տարի աշխատում է, լավ է աշխատում։ Լիքը մարդ կա որ 13 տարի աշխատում է, 15 տարի առաջ պետք է իրանց հաներ գործից ընդհանրապես։ Գանձակարը լավ կնի, ծերընտրություն։ Այ ցավը տանեմ, հա, գնացեք Գանձակարում գնամ 2 միլիարդանոց դպրոց ենք սարքել։ Այո, եթե լավ Մենք ծեզանից շատ գոհ ենք։ Դե գոհ ենք մի եկեք ստեղ իմ աղջիկն է, էսա էնա։ Վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի, համայնքի ղեկավար կա, համայնքի ղեկավարը կորոշի ով լինի մանկապարտեզի տնօրեն։ Ամեն մեկը գալիս է ձեր անձնական հարցերը բրդում առաջ, մենք մեզ է մեղադրում, որ այս մեկի բարեկամն է։ Բա ինչի՞ չի այդ կոլեկտիվը եկե, ինչի եք դուք եկե։ Եկեղեցի եմ գնում։ Թող այդ կոլեկտիվից 3 հոգի գար։ Ես լսեցի որ դուք Մի րոպե, թող կոլեկտիվից 3 հոգի գար, ոչ թե կամ էլ ինչ է նշանակում 21-րդ դարն է, մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործ չնշանակեք արգելում եմ։ Որտեվ եթե մանկապարտեզի տնօրենը հացում մարդը 13 տարեկան իր պապան պետք է գա իր համար խոսել, ուրեմն ինքը դուք գալիս եք դրա համար ես եկա։ թող մանկապարտեզն էլ լսել։ Հերիքա գաք ձեր անձնական հարցերը մի հատ է Գանձակարում լավ կլինի։ Գանձակարում տասնյակ միլիարդների ներդրում են կարել։ Եթե վատ պետք է լինի, այդ որ 10 մի րոպե, այդ որ տարել է 13 տարի առաջ նշանակել է տվել, արի գնանք 13 տարի առաջվա Գանձակարն էլ նայենք, այսօրվանն էլ նայենք։ Դե ասում եմ։ Տասնյակ ասում գողջուն։ Շատ Բա գալիս եք մի հատ մուննացեք գալիս թե բանա։ Ես իմ ազգնա։ Ասում եմ արգելում եմ հանկարծ չլսեմ որ նշանակեցի։ Գանձակարում լա, մի հատ էլ բան է կանում։ Թող Գանձակարում ավերակ դպրոցը հիշեն գնան բան անեն։ Ամեն մեկը չկաք ձեր անձնական հարցերը ստեղ բրթեք առաջ, թե աղջիկս մանկապ 13 տարվա տնօրեն է։ 13 տարվա տնօրենի համար պապան գալիս է բան անի, միշտորդի վարչապետին։ Էս ուր ենք հասել արա։ Ասում եմ չլնեմ չիմանամ։ Որևէ պարագայում արգելում եմ այս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն։ Այս վարչապետի հարց չի, բայց ռազ որ հասավ այդտեղ ուրեմն արգելում եմ։ Դե վերջ։ Ով մի հատ անձնական հարց ունես երկրի Վերջում են ասում Գանձակարում ձեր Հա։ վարչապետների համար վատ կլինի։ Վարչական գծակ ունի։ Չէ ասում եմ Գանձակարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում են կարել։ Եթե այդ ամեն ինչի արդյունքում Գանձակարում թող վատ պետք է լինի, գանձակարցիների ցավն էլ տանեմ, թող վատ լինի։ Հաու։ Աջան։ Բարև եղբայր, դա ոնց է ուր անցանք դեր բանի մոտ ջղայնացրի ամնդ մի հատ ասա Արդեն 50 էջ կարդացել եմ 15 տարա գիրք չէի կարդում Մերսի շեֆ գործը լավ է Ոչինչ, սեզոնային լավ է բարև ձեզ հա գնանք նայենք Մենք շուկայի դեմ չէ։ հա չնայած այս բանի բակերն էլ էի ուզում նայեի այդ Ոնց բարև եղբայր ոնց եք նորմալ լավ Դու դիլիջանց ես, դու ինչ գործ ունես ստեղ Այստեղ եմ եկել արդեն ապրել։ Հա Լավ եք։ լավ եղբայր Այս ֆեստիվալի փողոցն է, հանրահավաքների տեղն է,
Չնայած հեղափոխության ժամանակ ընդդեմ արինք հանրահավաք, այստեղ չարինք։ Պապի կոմիսարի գյուղից է։ Ես Ղալումյանը բարեկամ եմ։ Այդ այլի, որ ասում են նա մենակ Ղալումյանի բարեկամներն են, պատգամավոր իրանք են, մանկապարտեզի տնօրեն իրանք են։ Դա Սև Քարից։ Ահա։ Ղալումյան Լուսիկա։ Որովհետեւ բանը պապուս մաման է, ես Ղազարյանն եմ, որտեղ Սարի գյուղից եմ։ Կարևորը ղյով ասկսում։ Ինչա։ Ջղայն ասած մոտով, ջղայն ասած մոտով։ Բա ավտոյով պետք է գնայի։ Աչարկոտի նկատի։ Աչարկոտ։ Չէ։ Այ Միչայլոց, ստեղ էլ բան ենք բացել։ Լոֆտը աշխատում է ստեղի։ Եկեք գնանք նայենք են։ Դե փակ կլինի, ոչինչ, կարևորը որ բացել ենք։ Մենք բացել ենք, եթե փակա, թող փակ լինի։ Դրամաշնորհային ծրագրով երիտասարդական կենտրոն ենք ստեղծել, որովհետև Իջևանում երիտասարդների համար ընդհանրապես տեղ չկար, եւ այդ գաղափարը առաջացավ։ Ես եկել եմ երկու անգամ, նորմալ աշխատում էր։ Փակա։ Սարները շատ ակտիվ։ Հա դե Կիրակի օրը, բայց պատուհանից կերևա մի բան, ոչինչ։ Բայց Կիրակի պետք է բաց լինի։ Դե Կիրակի երևի։ Չէ, բայց էսա պատուհանից նայեք, տեսեք, որ աշխատանքային վիճակ ա լրիվ, նորմալ աշխատում են մարդիկ։ Գիտարը դրած, դաշնամուրը, ճիշտ է բան չկա, հարվածային գործիքներ չկա։ Շատ մեծ թերություն է, բայց Բայց Կիրակի են երեխեք ազատ գալու։ չէ, դե հիմա մենք այսօր երևի մի քիչ ժամ 1-ին, հա։ Այսինքն դրամաշնորհով է սարքվել։ Հա, հա։ Բարև դի։ Առանձին չէ, հետո առանձին էսա մեր գործընկերներից կլսեն ձեզ։ Մեղրիում կա, Վանաձորում կա, բայց հիմա տարբեր ծրագրերով ենք անում, մենակ էդ չի։ Պարոն քաղաքապետ, շատրվանները որտեղ է արտադրության են։ Լավն է։ Հա, փորձարկել են շատ լավ։ Արդեն պատրաստ է։ Պատրաստ է, որ սարքել են, որ դուները Ես ինչքան հիշում եմ, շատրվանները վերջին անգամ տենց երևի 92 մինչև 93, 94 մաքսիմում այդ ժամանակ է աշխատել։ Այո, երկող են հիմա պարելու էլ են։ Բարև եղբայր, լավ եք։ Լավ։ գունա երաշտակ։ Հիմա խուդացյանը ուրա։ Բան խուդացյան։ Հիմա քանի որ Արմավիրի բանը շատրվանը մտեն շատ լավ է եղել։ Անդադ մարզպետին էլ համայնքի ղեկավարին էլ ասում եմ, տեսեք, Արմավիրն է նշաձող ա դրել, որ պետքա բան անենք։ Դա լավ, որ փորձարկեցին շատ լավ։ Ահա։ Ահա։ Ցույց տուր Դավիթն ես։ Ինչ, հա։ Վանաձորի։ Վանաձորին էլ են։ Հա։ Վանաձորինը վատը չէր, 19 թվին գնացինք, բացեցինք, էլի սուբվենցիայով արված Վանաձորինը։ Հա, այդ նույն շինարը արտաստ։ Փորձարկումներ են, ուղղակի փակել են։ Չէ, հիմա վստահ ենք, որ սեզոնը հենց եղավ բացվել։ Հա, հա։ Շատ լավ, շատ լավ։ Հետո էլ ասում եք շփ։ Հա, տեսեք, ոչ սորի, էսթետիկական դիքա։ Այն բանի։ Չէ։ Հա։ Լողավազան։ Հա, ես դեմ լիճա։ Չէ, լողավազան է ասում եթերում։ Լողավազան ենք սարքում։ Բա երեխեք համար լողավազան ենք սարքում։ Սա գնա փոխանցեմ զանգվածներին բանը։ Հա, ինտերնետ։ բա դա ամբողջ Մենք իդեա։ գիտենք լիճա արհեստ։ Չէ, լիճա, որը սարքում ենք, դարձնում ենք լողավազան երեխեքի համար, որովհետև լողալու տեղ չկա։ Ընդհանրապես, պարոն Խուդացյան,
ընդհանրապես Հայաստանում այդ խնդրեմը կա, երեխեքը լողալու տեղ չունեն։ Հիմա որտեղ հնարավոր ասել, այս օրինակը հույս ունեմ լավ կաշխատի, որտեղ հնարավոր է սուբվենցիոն ծրագիր անել, որ երեխեքին լողավազան կարողանանք։ Հա։ Դիճը նկատի ունենք։ Վերացել ենք, Չէ, վերևը որ Մենք աճակուտում են նախագիծ ունենք ձեր հանձնարարը։ չէ նկատի ունեմ համայնքներում, այս լողավազանի օրինակը դե այս տարի կբացվի կաշխատի, եթե խնդիր չլինի, ես արի եղբայր։ Դու լողալ գիտես։ Դու գիտես որ են վերևը լողավազան ենք սարքում ձեզ համար։ Պետք է գնաք լողալու։ Դրանք սուբվենցիոն ցանկով բավարարում, պետական մասը ավելացնենք, համայնքները ավտոմատ կգան լողավազան սարքեն։ Որովհետև Դալիչները այդպես են անում։ Սարքում են 60% պետական մասը։ այս բանն է էլի մեր մանկական տրավմաների հետ կապված է, որովհետև մենք լողալու համար կիլոմետրեր, որովհետև Աղստեֆը դե արդեն բան չէր, կիլոմետրերով գնում ենք, հա գետահովիտի այդ բան դեպի լաստիվեր գնացող, այդ ճանապարհներով բանով կամ այդքան քայլելով, այսինքն լողալու տեղ չենք ունեցել մենք մեր մանկության տարիներին եւ հիմա հանրապետությունում այդ խնդիրը կա։ Այսինքն որ այստեղ կարևոր է որ ժամանակակից մակրո համակարգը, այսինքն կոմերցիոն լողավազանների նման որ ջուրը միշտ մաքուր է։ Ինչ անունը եղբայր։ Ապրես։ Հա, սենց։ Դե մատել է։ Շատ ապրես։ Բարև եղբայր։ Նմանապես եղբայր։ Բարև ձեզ, ոնց եք։ Շնորհակալություն։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Լավ եք, լավ ամեն ինչ։ Հորդ ընկերն եմ, իր այդ ֆուտբոլ ենք խաղալ։ Ուրախ եմ եղբայր, ուրախ եմ։ Ես ֆուտբոլ եմ Շատրմանները սարքվել է։ պատրաստել են մեկ կասերվա թենարեր, որտեղ Լրիվ տիրապետում է ինֆորմացիան։ Շատ լավ է։ մի տարվա կանչել օխտոպոպի դեր։ Այսինքն շինարարությունը ամբողջով վերահսկել եք, էլի ձեր աչքի առաջ է։ Շատ լավ։ Լավ եղեք։ Բարև ձեզ, մի հատ բարև ենք նոր գնանք։ Բարև ձեզ։ Բարև։ Մատախքե, Լավ եք։ Հա, ես եմ։ Այդ բաչում որ դու թոքան ավելացել ես ռակումերն եմ։ Ապրիլի 1-ից բայց։ Ինչքան դեն օլա 40 ցանց, ինչքան դեն սանա։ Թորոսյան, պարոն Թորոսյան։ Ես վերջի մաման եմ խաթուբայ։ Հա, ուրախ եմ։ Ուրախ եմ ցավտան կունգենան։ Բարև ձեզ։ Սրտիկը էլի թրենդային սրտիկը։ Սրտիկը։ Մի բան կնայեք ես ո՞վ։ Պարոն Թորոսյան, հարց կա պարզաբանելու։ Մի հատ էլ էս կողմից, մի հատ էլ սեն։ Կեմ։ Պարոն Թորոսյան, ինչքան է ստանում Թոշա։ 48 ցավը։ 48-ը։ Ստանակ 58։ 58 ապրեցր ցավը տանը։ Եթե քանով առևտուրանը եւս 10000։ Բայց 10000 կհասնի հետ վճարը։ 20-ից արդեն 10000։ հա 20%-ը։ Մայրիկ ջան, Հաջան։ այդ բանը պետքա սովորեք քարտով առևտուրանը։ Այլ քարտ ենք։ Փողը չհանեք։ Քարտով, խանութից քարտով։ Կոնագոտ չհանեն ցավը տան մարած պատկան։ Դե պարտքը որ նենց անեն ավելի հեշտ պարտքը կա։ Լավաճ շաքրատելեմ չխատում չվազավոց կլի։ Ինչն է թոշակս։ Այրակ հանել քարտներն է սալի հանեմ։ Պատերազմի վետերան դա։ Ինքն է ավելա, Իրանն էլ ավելա։ Մայրիկ ջան, տես 10000 Իրանն է ավելանում, 10000 քոնն է ավելանում։ Եթե առևտուրն էլ անկանխի կանեք, ամեքի 10000 նորից կավելանա։ Այսինքն երկուսից 40000 կավելանա, 40000։ Աֆղանստանն էլ ավելանա, որ Աֆղանստան ծառալ ընտրել։ Բոլորին ավելանում, ով թոշակաստանում։ 5 մայթ հաստանում են թաբանը, 5 ման։ 5 ման է։ Այդ որ ում է պատմում։ Ում է պատմում մեր գործընկերներին պատմում եմ, ասում եմ Իջևան շուկա մտնում ես, ասում ես ինչ արժի, ասում է մի ման է, 2 ման է, 3 ման։ Հիմա ասում է 5 ման է հաստանում, թոշակը 50000 դրամի է։ 5000 դրամ։ Հա 5000 դրամ։ Այս տված է 5000 դրամ։ Լավ է։ Հա եղբայր։ Բարի եղբայր։ Ուրախ եմ եղբայր։ Անճապարհ այս պայմանագրային։ Ահա։ Ես բանկի հետ խնդրում եմ շատ պետք է։ Իսկ հնարավոր է դեռ 26 տարի ավարտու ապրել այս ծրագրերից օգտվել ներքին ծախսան։ Չեմ կարող ասեմ։ Պարոն Թորոսյան, այս հարցն էլ ա ձեզ հետ
Սահմանամերձերի 16 միլիոնի ծրագրի հետ է։ Բարև։ Հաջա։ Մի բան խնդրեմ, Ասեք։ ապրիլի 16-ին 2024 թվականի ջերմ հանցագործություն։ Ձեզ բազմիցս խնդրել եմ նամակներով։ Ինչով եք գրենա։ Ինչ հանցագործություն ա եղել։ Իմ մեքենան ազնական այրել են։ Ով։ Տարածքում տեսախցիկներ կան։ Բոլորը հետքվել է, ուղղակի շատ եմ խնդրում։ Մի հատ թարցը վերանայեք։ Դե մի հատ կոորդինատ տվեք։ Ես այստեղ Իրավական հարց է, Տիկին Ջուլակյան, խնդրում ենք։ Մի հատ կոորդինատ վերցրեք, ինձ էլեկտրոնային փոստով ուղարկեք, ես կհետաքրքրվեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ եք։ Բարև Վեգո ջան, լավ եք։ Ինչ են ասում, տեղյակ են առողջության ապահովագրությունից։ Բայց մենք մեր ցանկությունն ունենա, որ դրա կարիքը չունենաք, բայց մարդ է։ Եթե դեղերից օգտվում են, բան։ հա, դեղերի։ Տեղերը ստանում են։ Էտա կարևոր։ Դուք ստանում եք կոնկրետ։ Ես եմ ստանում։ Հիմա առաջ ոնց էր, հիմա ոնց է։ Փողը տալիս էի առնա։ Ինչքան եք տալիս։ Մի ամբողջ 30-40,000 դրամայի տեղ էի առնա, ոչ մի տալիս են տեղը։ Այսինքն 30-40 հազար էլ չեք տալիս։ Հիմա տեսեք, այս բանը էֆեկտը կրկնակի է ստացում։ Մի կողմից թոշակի ավելացում, մի կողմից է պարոն Միրզոյան, չլսեցիք։ Մարդը նախկինում 30, ասում է 30-40 հազար դրամ փող էր տալիս դեղեր առնում, հիմա այդ 30-40-ը առողջության ապահովագրություն։ Այսինքն այդ որ ասում էինք, այդ որ բան էին սարքի, ասում էինք, ինչ էի ասել ես, ասում էի ես 10000 դրամ մենք մտածել ենք, առաջինը 10000 դրամ որ ավելացնենք, թոշակառուն ինչի վրա է ծախսելու եւ մեր վերլուծությունը ցույց էր տալիս, որ առաջնային կարիքը դեղն է, հիմի ստացվեց հələ այս թոշակի ավելացումը հաշվի չառնենք, հիմի ստացվեց որ մենք ձեր ծախսը միջև այս թոշակի 30-40 հազար դրամով ավելացրինք, բանը, պակասացրինք 30 թոշակը անուղղակի։ Խադել եմ 41000 դրամ են տվել։ Բայց կներեք։ Արդեն 62 տարավ։ Չէ։ Մի րոպե։ Ներողություն, բայց նախկինում դուք միջև հունվարի 1-ը դուք ասցիք, որ 30-40 հազարը դեղերի վրա եք ծախսում։ Այսինքն այդ թոշակը չկար։ Իրականում փաստացի կար, հիմա 30 հազարը չեք ծախսում, դեղը ստանում եք, 30 այն 10-ը հլը 40 եք ասում, 10-ը 30,000 դեղը ստանում եք, 30,000 թոշակը մնում է, 10,000-ը ավելանում է, պլյուս 10,000 էլ հետ վճարից, այսինքն ստացվեց, որ նախկին բանաձևով համեմատած, դուք ճիշտ նշեցիք, դառավ 80,000 դրամ։ Տենց ասացված կա, Չէ, որտեղ փողը շատ չի լինում, փողը պետության համար։ Ինքս ինձ վրա եմ զգամ, որ ասենք սաղ կյանքս աշխատել եմ 40000 դրամային թոշակ եղել, մի տարում է 72000 դրամ։ Մի քան տարվա մեջ, 8 տարվա մեջ կան պրծացել։ Չէ։ Հիմա առիթը տվիք, ես առաջիկայում մի հատ հայտարարություն եմ անելու կառավարության տնտեսական բլոկից ով կա, պարոն Թորոսյան, ես մի հատ եմ որոշում կայացրել, առիթ չէր լինում բան անենք, հայտարարեի, բայց հազիվ այս թոշակառուների հետ։ Հիմա ես մի հատ ուրիշ որոշում եմ կայացրել, որ մենք 27-28 թվականի այդ կորոշենք կոնկրետ ապսատիվը, քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, հիմա որպեսզի մենք հետ չգնանք ամեն տարի մենք գնաճի չափով առնվազն ամեն տարի գնաճի չափով մենք կավելացնենք թոշակ։ Այսինքն առնվազն գնաճի չափով, որովհետև տեսեք շատ կարևոր է արձանագրել, շատ քննարկվում է, թե բայց ոնց եղավ, ինչի թոշակը ավելացավ։ Էլեկտրոնային փոստերով նամակագրությունները ամբողջ չկա։ 2025 թվի համար մեզ մոտ կանխատեսված էր 5.1% տնտեսական աճ։ Այդ կանխատեսումը մենք այդ 10000 դրամի պատմությունը, մենք ասում ենք լավ 10000 դրամ ունենք ավելացնելու, որ այդ 10000 դրամը մարդուն տվեցինք, 1000 ներողություն, էլի 1000 ներողություն։ Ծխում եք դուք թե չէ։ Ո՞վ է ծխում։
Չէ։ Օրինակ, այդ բանը չեմ ասել, որ մեր թոշակառուներին չջղայնացնեմ, բայց ես մտածել եմ, որ իմիջայլոց ասեմ ձեզ, մի հատ գաղտնի քայլ կա, այս անկախիկի առևտուրը, որ բան ենք արել, այդտեղ մենք ժամանակ առ ժամանակ վերլուծում ենք, թե մարդիկ թոշակառուներ ինչի վրա են ծախսում։ Ու ես երբ որ բանը ստացա, առաջի անգամ զեկույցները ստացա, ես զարմացա, թե ծխախոտի վրա ինչքան մեծ փող է գնում։ Եվ երբ որ այդ հնարավորությունը ես տենում եմ, որ 5.1%-ով մենք կարանք այդ ավելացումը անեմ, այն մտքից, որ այդ 10,000 դրամի 9,000 դրամը գնալու է ծխախոտին, ես չէի կարող դրա հետ հաշտվեի։ Դրա համար ես ասացի, եկեք բան անենք, մի րոպե, եկեք ոչ թե փող տանք, որ մարդիկ գնան իրանք 1000 ներողություն։ Ես էլ եմ ծխող եղել, բայց ոչ թե տանեն ծխախոտի տան, այլ 10,000 դրամի կարիքը որն է առողջության ապահովագրությունը։ Դա չէ, ուտելիքի չէ։ Դեղերի, որովհետև ուտելիքը առանձին թեմա։ Որից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պապան տնտեսական աճը երբ հայտարարվեց։ Փետրվարի 20-ին տարեկ։ Փետրվարի 20-ին հայտարարվեց տնտեսական աճը, որը պարզվեց, որ կանխատեսված 5.1%-ի փոխարեն ունենք 7.2% տնտեսական աճ։ Որից հետո նույն օրը կամ հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին եւ փոխվարչապետերին էլեկտրոնային փոստով նամակ եմ գրել, չգիտեմ ձեզ դրել եմ նամակի մեջ։ Ես գրել եմ, ասել եմ 7.2% տնտեսական աճը մի հատ դրամական հաշվարկով արեք։ Ինչքան է, ինչքան փող է 7.2 տնտեսական աճը։ Ֆինանսների նախարարը ինձ պատասխանել է, որ 7.2%-ը մոտավորապես պլյուս մինուս 100 միլիարդի կարգի գումար է, ես ասել եմ, որ ուրեմն այդտեղից մենք պետք է հատկացնենք թոշակների 10,000 դրամ աճին, որովհետև մարդիկ պետք է այս տնտեսական աճ ասում ենք, բայց մարդիկ պետք է զգան իրանց վրա։ Չէ, ես պատմությունն եմ ներկայացնում։ Ու նաև քանի որ մենք խոստացել ենք, որ սպառողական զամբյուղի խնդիրը կլուծենք։ Հիմա, բայց քանի որ արդեն հասել ենք եւ մեր խնդիրն է հետ չգնալ։ Մենք որոշում կայացնենք, ամեն տարի գնաճը ինչքան կլինի, 3% կլինի, 3% կավելացնենք։ Հա, ինդեքս նվազագույնը, որ եթե էլի կանխատեսվածից ավել շատ տնտես, որովհետեւ իր այդ ամեն ինչը մեր բոլորի ձեր սավակների աշխատանքի արդյունքն է։ Ես ով մեր տունը գիտեք, հոյ մեր տնից չեմ բերել, բոլորս իր հետ աշխատում։ Որ մարդը թոշակ երենգնեմ, լույբոյ մի հատ թոշակարու մարդ, կարա ասին ժամանակ, ոնց էր թոշակին ինեմ։ Են բուրն աշկա մի հատ դաշնակ, աղվան Վարդանյանը, են որ ճորը բուրն աշկ պես խոսում է։ Նա բոլորդ է լսել եք, են ժամանակն ինչ էր ասում, ասում էր փողի վյանստել ես, փող ես ուզում։ Ասիկը թոշակարույցը մի ամսա փողը վերցրու, ու քիչ թոշակի, որ բոլորներ ասենք իմ տարիքի մարդիկը, մեծ մասը տենց ինգեն են փողը նոր թոշակի։ Բայց ոչ մի որ էլ չկա, այսքան է փող ավելանում, էլ ինչ է պետք։ Չէ, պետք է որ ավելի ավելանա։ Ավելի ավելանալու համար 1000 ներողություն։ Չէ, 1000 ներողություն, բայց ես ինչ եմ ասում, ինչի հաշվին է ավելանում, դրա համար խնդրում եմ, ասում եմ խանութ եք մտնում, բան եք առնում, ՀԴՄ-ն վերցրեք։ Որովհետև այդ փողը ոնց է գոյանում, այդ փողը, բա հիմի մարդիկ կան դուս են եկե հարկերի դեմ են խոսում։ Ավետարանով, ասենք իմ կինն անհատներս, մենք վնասանում ենք, բայց պետությանը վերջ պետք է պետությանը հարկ տանք, թե չտանք։ Պետությանը պետք է հարկ տանք, թե չէ։ Եկավ այդ հարկը թե։ 4 տարի այդ հարկը ներողություն, եկավ ձեզ հասավ, պտտվեց։ Պետությանը մեզ 4 տարի միկրոյի տակ թողելա ոչ մի կոտեկ չենք տվել։ Սուտի մեր գումարը չենք տվել կենսաթոշակարական իմ հատ էդեղը փող չենք տվել։ Հա, որ թվից էր միկրոբիզնեսը երբ ենք ստեղծել։ 4 տարի։ Հա, 4 տարի եղավ։ Հիմա մարդիկ գալիս են, դե քարտովարտուր անում արա։ Հա ճիշտ է։ Համ բանկն է փողը պահան, համ տոկոսն է դարձ հարկայինի, բայց վերջը պետք է այդ ընթացքում էլ կկա։ Բայց 1000 ներողություն ձեր ասածը շարունակեմ։ Հիմա այն որ դուք պատմեցիք, տեսեք ձեր վճարած հարկը պտտվեց եկավ մտավ ձեր գրպանը։ Էս ամբողջ պատմություն։ Փող չունարավոր ջբմս փող չի, ես որտես փող տամ, պետք է փող լի, չէ՞ մեծ որտա, որ ջբմը չկա, որտես է։ Դե ով որ չկա։ Դե որ չկա։
Դե բուրնաշի կներեք, մեմ ասում եմ, ինչ եմ ասում, ասում եմ պետք է աշխատենք, չէ առանց աշխատելու, ոնց իրար հետ որպես հանրություն, որպես պետություն, որպես քաղաքացի, պետք է աշխատենք, որ փողը լինի։ Չէ։ Դու ես մրցում, դու ես բաց։ Ես բադալասկով եմ։ Այսինքն ակնար կասկածան, գնանք այն զալիկները չտան։ Շնորհակալ եմ, լավ է։ Առաջ։ Բարով վարչապետ։ Աջա։ Բարև եղբայր, լավ է։ Ուզում եք ասեք ուշանում ենք արդեն։ Լավ գնանք։ Դե ում չեմ բարևել, բարև ձեզ։ Դե թոշակից խոսացինք, առողջության ապահովագրությունից խոսացինք, միկրոբիզնեսից խոսացինք, շատրվանից խոսացինք, լճից խոսացինք, կարանք գնանք կարճ ասած։ Էս կոմով գնանք։ Որտե ավտոբուսներ։ Բարև եղբայր։ Ոնց է։ Լավ եղբայր։ Լավ է։ Հա, լավ եմ։ Դու լավ լինես։ Գնացինք։ Ես դու եք խոսալու բանն է։ Հետո ուրիշ առիթով, հիմի չի լինի։ Բանավանդ ուղիղ եթերում ենք դժվար թե ճիշտ լինի։ Բարև եղբայր, գիտեք որ լողավազան ենք սարքում ձեզ համար։ Բարև մռուչ։ Լավ ես։ Լավ։ Ոնց ենք գնում։ Էլի նույն ձևի։ Կարող է լոֆտն է բացած լինեն, մի հատ կմտնենք կնայենք։ Պարոն Պապոյան, այդ հայտար Թորոսյանը ուրա։ Թորոսյան։ Պարոն Թորոսյան։ Ես թվում այդ կարգավորումը հիմա անենք, էլի։ Հաջա։ Հավատան մի բան ասեմ նոր կյանքի դմերն եմ։ Ասա։ Այդ էշնազի մասպետ ինի բանկա կխոս։ Մանա լիցինզանի։ Եղբայր լավ էլի, ախպոր նման էլի։ Այ։ Բարև։ Աշիկս որ դες դապարեց ամփրեցիկ։ Կայա չնի կա։ Այ իհարկե, արի։ Նա Թորոսյան թոմոտեն հայլի։ Թորոսյան արի։ Թորոսյանը ներմոսում։ Ես եմ շնորհակալ, լավ է։ Փակա լոֆտը թե բաց։ Փակա, լավ։ Լավ, լոֆտին մի հատ այցելություն պարտք մնացինք մեզ։ Լավ, Թորոսյանը, եթե շփվում է։ Վարչապետը կանչում անգեշ։ Այդ չէ, լավ է, թող խոսա։ Էդ է ուզում ասեի։ Ասում է դա։ Մի րոպե։ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է, այստեղ չի սոցիալական բլոկ։ Ուզում եմ ասեի, որ այդ գնաճի կարգավորումը անենք, էլի, որ ամեն տարի բյուջեի մեջ նախատեսենք։ Հա։ Այսինքն ու կարևոր արձանագրել, թե ինչի հիմա, որովհետև եկանք մեր բաները, մեր հանձնառությունները կատարեցինք, հիմա կարևոր է մեխանիզմ ունենանք, որ հետ չգնանք։ Այսինքն հիմա մենք կերաշխավորենք, որ թոշակառուի վիճակը առնվազն չի վատանա, ինչքան էլ տնտեսական աճ հնարավորություն կտա, թոշակները կավելացնենք։ Կդառնա շատ լավ բան։ Ու լավ է, որ մարդիկ բան են անում, էլի։ Այսինքն ընկալում կա։ Ինչ են կանում, տրամաբանության պատճառը, այս նաև կարևոր արձանագրել, որ այս խոսակցությունը նշանակում է, որ մեր քաղաքական ասելիքը տեղ է հասնում մարդկանց։ Ինքը լավ մաթեմատիկա էր անում, իրա 60,000-ը ոնց է դասի հարցը։ Հայ 10 ավելացել է, մի հատ 10 բանով է գալիս, մի հատ էլ են 30-40 որ կծախսեր, դեռ ինչ չի ծախսում կարծում։ Հաջա։ Ես բարևեցի չասեցի, ես մոմո վառեցի։ Ես եկեղեցի էի գնում դες տեսա։ Շնորհակալ եմ շատ։ Էսա մենք էլ ենք մոմ վառելու ճանապարհին։ Հա, ինչ անենք։ Այն ավտոբուսը։ Կներեք ես ուղիղ եթերում մեզ հետևողներից ներողություն եմ խնդրում այս հազի համար, բայց ինչ անեմ։ Պարտաճանաչ դեղերը խմում եմ, չի անցնում։
Անկեղծ ասեմ, իր հաշվարկը իմ մտքով չէր անցել, բայց շատ ճիշտ հաշվարկ արեց։ Բացի ավելացում այդ 30-40 հազար ամենամիս ինքետ իրաց թոշակ 40 դարձել է։ Ահա, էս էլ Իջևանը։